Աշխարհը բաց է կրեատիվների, իսկ HiFind-ի կրեատիվը ձեր բիզնեսի, բլոգինգի եւ կոնտենտի նոր հնարավորությունների համար։ Մեր հյուրը դերասանուհի է, ով իր ինստագրամյան էջում ցույց է տալիս հումորը, արվեստը, ասմունքը եւ այն գեղեցիկ պահերը, որոնք գունավորում են մեր կյանքը։ Բարի գալուստ մեր կրեատիվ Անի ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սենց անդադ մտածում եմ ինչ այն սպասվում էլի։ Անին ընդհանրապես տեղյակ չի ինչա կատարվելու կրեատիվում։ Սենց լարվել եմ էլի։ Չէ, լարվում։ Առանց դերդ իմանալու պետք է խաղաս եկա էլի։ Նախքան արդեն հաղորդումը սկսել է, առաջարկում եմ խմենք վիտամին A ջրերից։ Ձեզ ծանոթ են վիտամին A ջրերը։ Եթե չեմ սխալվում, իրանք նաև համային տարբերակներով ունեն։ Առաջին անգամ այդ համային տարբերակներով փորձել եմ Դուբայում, բայց այսպես շշով չէր, ինչ որ ապարատ էր, գնում էիր քո շիշը պահում էիր կամ բաժակդ պահում էիր, տենց որ համը ուզում էիր, սխում էիր, ջուրը գալիս էր, ու անվճար էր դա։ Կարծեմ ժամանակակից իրանց այդ թանգարանում էր հենց դրած։ Ես իբր ես դից աշխարհ տեսած եմ։ Այո, իբր չլավել աշխարհ։ Կյանք եմ արել, երեխեք, հանակ բան։ Անի ջան, հիմա կխնդրեմ տարայից հանեք մեկ անուն, այստեղ են բիզնեսների անուններ են, ովքեր գրանցված են HiFind-ում։ Օ։ Ես կվերցնեմ սա։ Սյունե Sweet։ Ահա, ինչ է կարծում, ինչ կառաջարկի ինքը, ես մինչև գտնեմ իրեն։ Դե ինձ թվում է Sweet-ից բարձա, որ քաղցրավենիք պետքա լինի, հավանաբար կամ այս ժամանակակից նոր թրենդային քաղցրավենիքներից։ Հա, առողջ, Ես կարծում եմ, վստահ չեմ։ Ես մտածում եմ մոչի, ինչ-որ տենց բաներից, նոր կորպուսային խմորեղան, ճիշտ հասկանանք, կորպուսային։ Նայենք։ Հա, տորթեր։ Տորթ։ Չէ, մոչիներ չկային։ Մոչիներ չկան, տորթեր են։ Հա, տորթեր են։ Շատ սիրուն տորթեր են։ Դուք քաղցր սիրում եք։ Շատ։ Ինչից է որ երբեք չես հրաժարվի։ Ելակից։ Աշխարհում միակ բանը, որից երբևէ չեմ հրաժարվի, դա ելակն է։ Ինչ սիտուացիայում ուզում է լինի, ես աշխարհում ամենաշատը սիրում եմ ելակ, ու ամենաշատը չեմ սիրում են մարդկանց, ովքեր սիրում են ելակ։ Սկսենք բլից հարցերը։ Լուսինեի հետ։ Անի ջան, ես քո համար 13 բլից հարց եմ պատրաստել, հիմա տեսնենք ինչ է կատարվելու։ Բեմի լարվածություն, թե նկարահանման հրապարակ։ Նկարահանման հրապարակ ու չի քննարկվում։ Ոնց միանշան, հա։ Հա, չի քննարկվում։ Այս պահին հա։ Դե նոր եմ վերջացրել ֆիլմը։ Շատ կարոտում եմ, ուզում եմ անընդհատ լինեմ այդ process-ի մեջ։ Գլխավոր դեր, թե բարդ կերպար։ Բարդ կերպար։ Լացել տեսախցիկի առաջ, թե ծիծաղել առանց դադարի։ Կյանքում թե տեսախցիկի առաջ։ Չէ, տեսախցիկի առաջ։ Սաղ տեսախցիկի առաջ։ Օ, բարդ, այս բարդ էր արդեն, չգիտեմ։ Լացել թե ծիծաղել։ Ծիծաղել դե կարող ես, լացել էլ կարող ես, էլի։ Բայց ո՞րն է ավելի շատ sense գերադասում։ Ինչն է ավելի հաճախ կոմոդ ստացվում։ Չնայած ես քեզ լացելուց երբեք չեմ տեսել տեսախցիկի առաջ։ Այս ֆիլմում կտենանք։ Նոր ֆիլմում կտեսնենք։ Չէ, արի Instagram-ն էլ մտցնենք այս սրա մեջ, մենակ ծիծաղել։ Ավելի հաճախ կտեսնեք ծիծաղել, բայց ինձ ավելի հոգեհարազատ է, ավելի հուզական տեսարանները։ Որ մարդիկ քեզ չեն պատկերացնում, երբևէ դրա մեջ, բայց դուք շուտով կտեսնեք։ Այո։ Փարիզ թե Վիեննա։ Վիեննան։ Ես այս պետքա պատմեմ, ուրեմն ես ինչ-որ շրջան իմ կյանքի անդադար ասում եմ, իմ կյանքը չի սկսվել, նոր պիտի սկսվի, որովհետև այս իմ կյանքը չի, ես սենց չպիտի ապրեմ, էլի։ Ու Վիեննայում ես եղել եմ 2 օր ընդամենը, ու այդ 2 օրը եղել է այն կյանքը, որի մասին ես միշտ երազել եմ։ Ու Վիեննայում կատարվել է ամենամեծ երազանքներից մեկը այդ Իբրահիմ Մալոֆի համերգն է։ Մենք տեսանք։ Ու ես այդ ժամանակ չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, հենց որ Վիեննա ու միշտ Վիեննա։ Շատ լավ։ Ճամփորդել մենակ, թե սիրելի մարդու հետ։ Մենակ չեմ ճամփորդել, միշտ ճամփորդել եմ սիրելի մարդկանց հետ, ու քանի որ ես միշտ սիրում եմ, որ ինձ հետ մարդ է լինում, ուրեմն սիրելի մարդու հետ։ Միլիոն հետևորդ, թե 1 ֆիլմի գլխավոր դեր։ 1 ֆիլմի գլխավոր դեր։ Հա, ֆիլմը չես համեմատի։ Ֆիլմը միշտ, հա։ Միշտ ճիշտ լինել, թե միշտ երջանիկ։ Միշտ երջանիկ։ Ինքս ճիշտ կլինես, էլի։ Ու մենք։ Որ միշտ ճիշտ ենք, չէ՞ փորձում լինենք։ Հայկական կինոյի ապագա,
թե միջազգային կարիերա։ Հայկական կինոյի ապագա։ Տեքստը մոռանալ բեմում, թե բեմից ընկնել։ Բեմից ընկնել, այդ խնդալու կլինի։ Հետաքրքիր կլինի։ Դե մոռանալ բոլորն է մոռանում են։ Բայց դու հաճախակ ես մոռացել։ Չէ։ Բայց ֆիլմում այս անգամ, հա, մի քիչ անգլերեն տեքստերը հենց մոռանում էի, մեջքով էի խաղում։ 100 սելֆի անել, թե 100 անգամ նկարահանվել։ 100 անգամ նկարահանվել։ Ես սելֆի չեմ անում։ Իմ հեռախոսում ու սթորիների մեջ չեք գտնի։ Հա, չկա։ Սիրային տեսարան, թե մարտական տեսարան։ Սիրային։ Հիմա երևի սիրային։ Պիենայում։ Հա։ Լռություն, թե երկար զրույցներ։ Երկար զրույցներ։ Այո, Անի հետ մի քանի անգամ գիշերած մարդ։ Մենք սիրում ենք երկար զրույցներ։ Երկար զրույցներ ու նաև սիրում եմ, որ լինում եմ նենց միջավայրում, որտեղ կխոսեն մի քանի հոգի ու այնքան վեհ բաներից կխոսեն, որ ես կլռեմ ուղղակի։ Հա։ Ու կսովորեմ լիքը բան։ Սրտով որոշումներ, թե բանականություն։ Ասեմ, որ միշտ իմ բանականությունն է հաղթում։ Ես ինչքան փորձում եմ սրտով որոշում կայացնել, մեկ կոմիանում աստեղ ու չի թողում։ Իմ բլիցարցերը այսքանն էին։ Անի ջան, առաջ ենք շարժվում, մեր խաղը կոչվում է կրիայի ռիթմը։ Ունենք կրիաներ, որտեղ կան գրություններ։ Գրությունները բարձրացնում եք ու կարդալով ասոցացնում ձեր ամենօրյա կյանքի առօրյայի գործունեության հետ։ Ունենք սահմանափակ ժամանակ, 1 րոպե տևողությամբ լինելու։ Անի ջան, իսկ կրիան ում հետ եք ասոցացնում կամ ինչի հետ եք ասոցացնում։ Կրյան ճիշտ ասած մի քիչ մանկական տրավմա է ինձ համար։ Որտե ես փոքր էի, քնած էի, հոպարիս աղջիկը կրյան բերել ու գցելա վրաս ու ես սարսափում եմ կենթանիներից առհասարակ էլի, սիրում եմ թող լինեն, իրանք լավ լինեն, չեմ վնասի կյանքում, բայց ինձ պետքա չմոտենան էլի, դե մի քանի անգամ շուն ա կծել, հետո կրյան այդ պատմությունը շոկ էր էլի, ու ասենց մեծ կրյա էր, ծանր կրյա էր, ես էլ տենց փոքրամ արմին եմ, ինչպես տեսնում եք, բան չի փոխվել։ Տենց քնած ժամանակ բերեց ու գցեց վրաս, ու ես տենց վեր թռա ու տենց հիմա Լավ հիշողություններ չկան։ բայց բարուկ է կրյան կարծում եմ, բարի կենթանի է։ Բարուկ է, ու մի քիչ էլ դանդաղ է։ Համես է, էլի կյանքը հասկացել է կրյան։ Մենակ կրյան է այս կյանքը հասկացել, էլի իր համար, Էլի, շատ պետք է չի, որ աշխարհում ինչ էր լինում։ Այո, Իսկ հետաքրքիր է, դուք որպես դերասանուհի, ինչ եք կարծում, կա այդպիսի կարծիք կա, որ դերասանների մոտ ամեն ինչ արագ է լինում, արագ փոփոխություններ, նոր դերեր, նոր փորձառություններ, ձեր մոտ էլ է այդպես։ Հա, արագ է լինում, բայց օրինակ ես դերի պատրաստման ընթացքում աշխատում եմ շտապողականությունը հանեմ, որ տենց այդ արագության մեջ դու լիքը բան կորցնում ես, ով ինչ ուզում է ասի, ինչքան էլ դու փորձես արագ ինչ-որ բան անել, մեկը ինչ-որ բան կորցնում ես, իսկ այդ դերի պատրաստման ընթացքը շատ կարևոր է ու պետքա դա դանդաղ անցնել, հասկանալով, մտածելով անցնել։ Նոր հասնել այդ կետին։ Շատ լավ։ Իսկ նկարահանման process-ները շատ արագ է անցնում, ցավոք սրտի եւ տենց թռնում է մի օրվա պես։ Տխուր է, էլի։ Որ բրծել է, կինոյենք տխուր է։ Իսկ հիմա պետք է անել։ Հիմա ձեր մոտ ոնց հասկացա ավելի հանգիստ վիճակ, թե էլի արագություն կա։ Էլի արագություն կա, իմ կյանքում հանգիստ վիճակ չի լինում։ Չի լինում։ Ինչ-որ տեղ էի աշխատում, հիմա դուրս եմ եկել աշխատանքից, հայրիկս ասում է, նայ, դու որ այնտեղ աշխատում էիր, դու ժամանակ չունեիր, հիմա այնտեղ չես աշխատում, դու էլի չունես ժամանակ, ո՞նց է տենց լինում, ասում եմ, արի մի օր հետը ստանեմ, պտտվի, կհասկանաս ոնց է լինում։ Շատ լավ։ Սկսենք, պատրաստեք։ Իհարկե։ Հերթով վերցնում եք ու ասոցացնում ձեր կյանքի գործունեության հետ։ Գնացինք։ Առաջինից սկսեմ։ Օդանավակայան։ Օդանավակայանի հետ մի հատ հիշողություն ունեմ, որ կյանքումս առաջին անգամ, երբ որ պետքա օդանավ նստեի, մենակ էի գնում էի Մոնտենեգրո ու գնում էի չերես Մոսկվա, ու Մոսկվայում ինձ բռնել են, ասում են չես կարող գնալ, որովհետև վիզա չունես։ Ասում եմ, բայց Հայաստան Մոնտենեգրո առանց վիզայի, ես էլ այդ ժամանակ տենց ոնց որ մի հատ պրոյեկտում էի աշխատել,
ահագին չէի քնել ու շատ վատ էի, պլյուս դրան շատ վատ էի խոսում ռուսերեն ու իրական այնքան վատ էի, հայերենը չէի կարող նորմալ խոսել, բայց ինչ որ սկսեցի սկանդալ անել, ասել որ ես հիվանդ եմ, ես դեղ պետքա խմեմ, ես հիմա պետքա հաց ուտեմ, ոնց ինչ որ անկա բաներ սկսեցի խոսալ ու հերիք չի իրանք ինձ ուղեկցեցին, մի հատ էլ ես թռա բիզնես կլասով, մի հատ էլ ինձ լիքը լավ ուտելիքներ տվեցին, շատ լավ ացա։ Այո։ Ընտիր, վերցնում ենք հաջորդը։ Զարդ, զարդը ինձ համար ամենակարևոր բանն է, ես առանց մատանիների չեմ կարող տնից դուրս գալ, առանց այս զարդերի, ականջող չեմ դնում, էդ էլ է մանկական տրավմա, շնորհակալություն քրոջս, որ երբևէ չի թողել ականջող դնեմ, իսկ մնացած զարդերը պարտադիր պայման է, միշտ պետքա լիքը զարդեր ու արծաթի սիրահար ես ոնց ոսկել եմ սիրում, լույս ջան, հնարավորության դեպքում, այո, այսօր չէ, ուղղակի այսօր ոսկեղելով չեմ եկել։ Ես քեզ ուղղակի ինչքան տեսել եմ դու միշտ sense արծաթների սիրահար։ Հա, արծաթ ավելի շատ ունեմ, բայց ոսկեղեն էլ եմ դնում, դե հարուստի կնիկ, դնում եմ sense շքեղ։ Կանաչ քարով մատանիներ ունեմ, ոսկե, այդ պետքա sense լինի միշտ։ Ու սենց եք չի անում ընթացքում։ Շարունակենք։ Շարունակենք, իհարկե շարունակենք։ Նուր։ Ես մաստեղ ելակը պետք է։ Որ իմանայի կգրեի հաստատ։ Նուրը ինձ հետ ասոցացվում է ճարտարի հետ ասոցացվում Արցախի ճարտար համայնքում կար չեմ հիշում համայնք էր քաղաք չէր կար մշակույթի տուն, որտեղ մենք խաղում էինք ներկայացում ու բարբերաբար գնում էինք այնտեղ ներկայացում խաղալու ու մշակույթի տան այդ ճանապարհին ինձ շատ սիրուն նռնենիներ կային ու այդ հենց ասում են նուրի մոտ այդ տեսանն ասոցացվում, մեկ էլ մեր դրան դիմաց, որտեղ էլի ունենք նռնենիներ ու միշտ ծաղկած, միշտ սիրուն է նռի ծառը, էլի։ Տենց։ Լուսամփոփ։ Լուսամփոփի պես աղջիկ։ Աստվածամոր աչերով, թոքախտավոր թափանցիկ մարմնի պես գեղանի, կապույտ աղջիկ ակաթի ու կաթի պես հոգետով, լուսամփոփի պես աղջիկ։ Այդքան Ապրե, շատ լավն է։ այդքան է։ Գեղանկար, ես աշխատել եմ թանգարանում։ Եվ ինչ ասեմ։ Ֆելիքս Եղիազարյան, միած ցանդեսն ենք արել, Մախոխյան, մի օր Մախոխյան, այս պետքա պատմեմ, ուրեմն մեր թանգարանում կար մի սրահ, որը կոչվում էր VIP սրահ, որտեղ Մախոխյանի նկարներ, Ադամյանի նկարներն էր, ու դուռը հենց բացում էր, անմիջապես Մախոխյանն էր դիմացել, աշխատողներից մեկին խնդրել էի, որ ինչ որ նկարի հետ կապված ինչ որ բան անի, ու դուռը բացում եմ VIP-ի ու տեսնում եմ Մախոխյանը չկա։ Ադամյանն է տեղը կախած, Մախոխյանը չկա։ Ու սենց չեմ կարող բացատրեմ, այդ մի վայրկյանում ինչա կատարվում հետս։ Չեմ նայում կողք, որ տեսնեմ, որ այս մարդը ընդհանրեն տեղերն է փոխել։ Ոչ մի բան չի արել այս նկարի, բայց ես մինչև դա կընկալ էի, արդեն տենց մի երկու անգամ մահացա հետ եկա, էլի։ Ինձ որ էտա գեղանկար է ինձ համար։ Տրավմա։ Գիրք։ Գիրքը իմ ընկերն է։ Ես ունեմ գրքեր իմ սեղանին, որ միշտ իմ բոլոր հարցերի պատասխանը իրանք տալիս են։ Ես ուղղակի պատահական ինչ-որ էջ բացում եմ ու ես ստանում եմ իմ հարցերի պատասխանը, այս պահին այդ գրքերից մեկը իրանական երազող մարդու օրագիրն է, բացում եմ, Հաֆեզն եմ բացում շատ հաճախ, դե Նարեկացին եմ բացում, իմ հարցերի պատասխանն եմ միշտ Նարեկացին է տալիս, միշտ կա իմ կողքը դրված, դոնց լիքը գրքեր կարամ թվեմ, իրանք իմ ընկերներն են, ես իրանց հետ եմ ապրում։ Կեղծամ, որից սկսվեց բլոգը։ Կեղծամ, որից սկսվեց իմ բլոգը, ոնց եղավ, ուրեմն ես իմ մազը 3 վայրկյանը 1 յուղոտում է, այդտենց անդադար լվալ է ուզում, էլի իմ մազը, տավառնի վիդը կորցնում է 3 վայրկյան հետո, ու Մարոն որոշում է, որ պետք է ինձ համար բերի կեղծամ, որ ասում է դե հենց հովես չես ունենա, այս կեղծամը կդնես, կպրծնես, այդպես ինչ չգիտեմ
մինչեր մտքովս անցր այդ կեղծամով, այդ սև կառե կեղծամով ես որոշում եմ մի ամբողջ օր պատտվեմ, դե հետո ինչ որ հագուստ ենք ստացած լինում, հանում եմ, սկսում եմ ծիծողել այս հագուստների վրա, close friends story-ներ եմ անում, բոլորը ասում են public դիր, public եմ դնում, տենց ինչ որ շատ մեծ աղմուկ ա բարձրացնում ու սկսվում է այդ կեղծամից, սկսվում է մի ամբողջ Անիստում է, բայց եթե ինչքան է կեղծամը իր դերը տաներ, բայց բարբառը չլիներ, իրանց այդ համադրություններ, որ բերեց, չգիտեմ, ես քեզ տենց եմ ֆիքսել ու ես քո ֆանատն եմ, էլի, դա դրամատուրգիա չէ ունենում, այդ վիդեոներ շատ լավներ, հատկապես այդ հարսկի սուր, այդ Դե օժիտով է սկսվել։ Օժիտը, հա։ Օժիտը Գայանեիս օժիտներ, Գայանեի հետ թանգարանում էինք աշխատում, այդ թանգարանի աշխատելու ընթացքում Գայուշս օժիտներ հավաքում։ Մի օր գնացի իրանց տուն ու սկսվեց այդ ամեն ինչը։ Բայց պայման կար, ասացի, եթե մի հատիկ վատ կոմենտ գրեն, ես ջնջում եմ ու վերջ, փակում ենք այս ամեն ինչը, ես հավես չունեմ։ Ու տենց շատ զարմանալի էր մեր համար այդ արձագանքը ու սիրվեց ու ես համարում եմ, որ մինչև հիմա սիրված եմ եւ ինչ-որ հեյթեր չկա։ Չէ։ Իմ էջում հեյթեր չկա, ինքան եմ սիրում։ Անշարը։ Մեր մյուս խաղը կոչվում է 7 վայրկյանը։ Հետաքրքիր է, երբ ձեզ ասում են ժամանակ չկա այդ արտահայտությունը, ձեր մոտ ինչ զգացողություններ է առաջանում։ Տագնապ է սկսում, ես չեմ սիրում, ես եթե չիմանամ, որ ինչ-որ ժամանակ կա, ես արագ կանեմ, էլի արագ կանեմ, բայց որ իմանում եմ ավելորդ լարվածություն է դա։ Իսկ այդ լարվածությունը ավելի հաճախ լինում է դերասանուհու մոտ, բլոգերի մոտ, թե ուղղակի մարդու, ով որ ուզում է ամեն ինչ փորձի հասնել կյանքում։ Մարդու, ով որ փորձում է ամեն ինչ հասցնի այս կյանքում։ Ու հիմա որ 7 վայրկյան պետք է լինի, էլի։ Սա 7 վայրկյան։ Ասեցիք։ Բացահայտում։ Որն է ձեզ ավելի շատ բացահայտում՝ բեմը, էկրանը, թե բլոգը։ Ինչու։ Ինձ ավելի շատ բացահայտում է բլոգը, բայց ես ավելի շատ սիրում եմ էկրանը, որովհետև էկրանում ես իրականում ես եմ, իսկ բլոգում ես չեմ։ Հաջորդը հասցրեցի, կախարդական պահ։ Ինչ փոքրիկ, բայց առանձնահատուկ պահի համար եք այսօր շնորհակալ կյանքին։ Կցանկանայիք, որ այդ պահը նորից կրկնվեր։ Քանի որ այդ թեմայի մեջ եմ դեռ ու հեսա նորից այդ պահը կրկնվելու է, դա Իբրահիմ Մալուֆի համերգն էր, որը ֆանտաստիկ էր ուղղակի։ Ես չեմ հավատում, որ դա ինձ հետ եղել է։ Բարբարային արտահայտություն, որը շատ հաճախ օգտագործում եք։ Ինչ է դա նշանակում։ Օգտագործեմ, մոռացա էլի արդեն։ Հաշկրցնել։ Այսինքն աչքով տալ եւ այն օրը մի հատ բառ ասեցի, ընկերուհիս չհասկացավ, այդ շանքթից ջուր խմել, այսինքն տանջվել։ Այսքանը։ Հաջորդը։ Չասված խոսքեր։ Մի խոսք, որը երբեմն պտտվում է ձեր մտքում, բայց վախենում եք այն բարձրաձայնելուց։ Պետքա որ ասեմ։ Հուզմունք։ Մի բան, որ ձեզ միշտ կարող է հուզել նկարահանման ժամանակ կամ բեմ բարձրանալուց առաջ։ Եկեք նկարահանման կամ բեմի համար չասեմ, ասեմ առհասարակ կյանքում, իմ կյանքում կա մի բան, որը ինձ միշտ կարա լացացնի, այդ մի երգա, որը կոչվում է Ռուրի, օրորոցային։ Միշտ կարա ինձ լացացնի այդ երգը։ Հետևորդների կարծիք։ Ամենատարօրինակ մեկնաբանությունը, որ մինչև այսօր հիշում եք, ինչպիսին էր ձեր արձագանքը։ Մեկը ինձ գրել էր, քեզ տանել չեմ կարողանում, ես էլ ասեցի, ինձ տանել պետք չի։ Ես մեքենայով եմ, ինձ տանող կա այ մարդիկ։ Սա գրնի Արադյադյան, որ ինձ տանում է միշտ Ջերաշեն։ Մանկության հետք կա մանկական մի սովորություն, որը մինչ այսօր մնացել է ձեզ հետ, դա ձեզ օգնում է թե խանգարում։ Մանկությունից մնացած սովորությունների հետ կապված այդ ընտանեկան տոներն են, որոնք միշտ կան ու տատիկս հորական կաթոլիկ է եղել ու մենք ապրել ենք միշտ կաթոլիկական տոներով ու մինչև հիմա անկախ նրանից, որ ես գնում եմ առաքելական եկեղեցի ամեն կիրակի պատարագի, մեկը իմ կյանքում միշտ կաթոլիկ ձևով է տոները նշվում։ Եկեղեցական։ Հասանք առաջադրանքներին։ Հիմա մենք հերթով կասենք մեկական բառ, այդ բառերը դուք կփորձեք համախմբել, դարձնել մեկ ուղերձ, ուղղելով ձեր եւ մեր լսարանի։ Հասկացա։ Բարբար։ Ես եմ ասում։ Արևմտահայերեն։ Հուզմունք։ Սիրելի ընկերներ,
Եկել եմ ձեզ ասելու, որ բարբառները եւ արևմտահայերենը մեզ համար շատ մեծ կարեւոր նշանակություն ունի, քանի որ գալիս է մեր արմատներից եւ մեզ ցույց է տալիս մեր ով լինելը, մեր հին լինելը եւ մեր բազմազան լինելը եւ բարբառների ու արևմտահայերենի կիրառումը շատ հուզիչ եւ շատ գեղեցիկ կարող է լինել, այնպես որ եկեք պահենք մեր բարբառները ու մեր գեղեցիկ արևմտահայերենը։ Անի ջան, հաջորդ առաջադրանքը։ Եկեք պատկերացնենք, որ դուք ունեք ձեր սեփական ամրոցը, ապրում եք այդ ամրոցում, ամեն ինչ իդեալական է, բայց ունեք մի ցուցանակ, որտեղ գրված է, այստեղ արգելվում է ինչ անաղուհացների մուտքը ճիշտ իրերը իրենց անունով կոչենք էլի այն մարդկանց մուտքը ովքեր գալիս են քո տանհացը ուտում են քեզ հետ լավ ժամանակ են անցկացնում ու վաղը մոռանում են քո մասին ես չեմ ընդունում այդ մարդկանց ոնց որ իրանց մուտքը արգելված է իմ դղյակում չգաք երեխեք հարմար չէ բանը հյուրեր ունեմ եկեք նորից պատկերացնենք, որ ձեր աջ կողմում նստած է փոքրիկ Անի իսկ ձախ կողմում արդեն ապագայի Անին է նստած։ Ինչ է կարծում փոքրիկ Անին, ինչ կասեր ձեզ։ Փոքրիկ Անին կասեր, որ դու փոքր ժամանակ ավելի համարձակ էիր, քան հիմա, բայց կասեր, որ շատ ուրախ է այն ամենի համար, ինչը որ ես արել եմ, անում եմ, իսկ ապագայի Անին Գոհ կլիներ ձեզանից թե դժգոհ։ Ինչ թվում է այդքան էլ գոհ չէր լինելու, որտեվ ապագայի Անին լրիվ ուրիշ տեղ է լինելու, իսկ ես հիմա շատ բան չեմ անում այդ ուրիշ տեղում լինելու համար։ Հենց որ կջղայնանար ճիշտ կաներ։ Անջան շատ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, բայց հիմա լե, քանի որ քո բլոգի թեման օժիտային վիճակներն է, ես կխնդրեմ, որ բարբառով քո շնորհակալությունը հայտնես մեր կրեատիվ ստիկերների եւ արդեն դու ունես քո կրյան, ինքը հաստատ քո վրա չի դռնելու, խոստանում եմ։ Հուսով եմ տենց հաճելի շողություններ կմնան իրանց հետ։ Ես շատ եմ սիրում ստիկերներ։ Անչափ եմ շնորհակալ Լուսինե Քուր ջան, Հերմինե Քրեր ջան։ Իմ ազիզ քրեր, անչափ եմ շնորհակալ ինձ տեկանչելու, մարդա մեջ գցելու, ազիզ քրեր, լավ է, ինձի տնից, ճժից, խորսից, կտրիկ, բերիկ, խոստրիկ, ստեղ, հետ ինձ լավ միջավայրում ընտիր օզիս նստանք, մեջ կսորինք։ Անդամ խոստեմ, էտա գազելին, որ խոսցնեմ։ Անի ջան, նաև նվեր մեր գործընկերոջ կողմից, վիտամինա համային ջրերի կողմից։ Արդեն այստեղ ունենք համային տարբերակները, որոնք առանց շաքարի են ու վիտամիններով հարուստ։ Կամ նայեմ ինչ համերա։ Հա, իհարկե։ Դեղց, շատ եմ սիրում դեղցի համով։ Այս լիմոն, միշտ խմում եմ լիմոնով ջուր եւ ворդ։ Փորձել եք։ Ինքն եմ սիրում։ Ունենք նաև նվեր, այս ծաղիկներն էլ են ձերը, արդեն Anna Flowers-ի կողմից։ Շատ եմ շնորհակալ ընկերներ, ես շատ հարմար ստացվեց։ Կարող եք մի քանի բառով ասել այսօրվա ձեր զգացողությունները մեր հաղորդումից, ինչպիսին է։ Հարմարավետ էր շատ։ Ես այն սկզբի լարվածությունը չկար, որ ասի սկզբից լարված էի, այդ բացարձակ չկար, շատ ընկերուհիներով զրույց էր ինձ համար։ Շատ լավ էր։ Հետո ես էլ լիքը բաներ ինձ համար այդ հարցերին պատասխանելու ընթացքում ես ինձ համար լիքը բաներ գտա էլի։ Ինձ բացահայտեցի նորովի։ Շատ շնորհակալ ենք ձեզ ջերմ ու հավես զրույցի համար ու թող այն մեջիկ մոմենտները, որի մասին դուք մի անգամ նշել եք, միշտ ձեր կյանքից անպակաս լինեն ու այն լույսն ու էներգիան, որ դուք եք փոխանցում մարդկանց, անպայման ձեզ էլ գա։ Շնորհակալ եմ Աստծով, կգա, բոլորիս կգա։ Այո։ Դուք էլ հետևեք մեր մյուս հաղորդումներին ու տեսնենք ով է լինելու հաջորդ կրեատիվի հիանալի հյուրը։